Պարոն Աղակյան, խնդրեմ ներկայացնեք ինչ նախաձեռնություն է եւ ինչ պահանջով եք այստեղ ներկայացել։ Գիտենք, որ ի սկզբանե, երբ որ Երևանի 2.5 միավորանոց քաղաքային իշխանությունը օրակարգ բերեց հանրային տրանսպորտի թանկացման նախագիծը, այդ օրվանից սկսած Մայր Հայաստան խմբակցությունը դեմ արտահայտվեց, մենք բոյկոտեցինք եւ նաեւ նախագիծ բերեցինք տրանսպորտի սակագնի վերաբերյալ, որով նախատեսվում էր, որ տրոլեյբուսի պարագայում 50 դրամն է պահպանվում, 100 դրամը պահպանվում է մետրոյի եւ ավտոբուսների պարագայում, բոլորը հիմնավոր փաստերով փաստարկված, սակայն իրենք մերժեցին մեր նախագիծը, ուստի ինչպես օրենքն է պահանջում, մենք հանդես եկանք արդեն քաղաքացիական նախաձեռնությամբ եւ Անդրանիկ Թևանյանը կարողացավ շատ սեղմ ժամկետում ընդամենը մի քանի օրում 17000 ստորագրություն հավաքել քաղաքացիների, պահանջվող 8250 ստորագրության փոխարեն եւ արդեն մեր քաղաքացիների անունից երբ որ նախագիծը բերվեց եւ տեսանք, որ 17000 քաղաքացի Երևանաբնակ, Երևանում գրանցում ունեցող երևանցի բնակիչներ իրենց այստեղ կարևոր է, որ նախագծի համար ստորագրեն Երևան համայնքում գրանցում ունեցող քաղաքացիները եւ 17000 մարդ շատ սեղմ ժամկետում դեմ էր արտահայտվել թանկացմանը եւ կողմ էր արտահայտվել մեր նախագծին, երբ որ արդեն այդ նախագիծը եկավ նիստերի դահլիճ, իրենք երկու անգամ անհիմն ձևով փախան եւ խուսանավեցին պատասխանելուց հարցերին, ուստի հասկանալի էր, որ իրենք չունեին որևէ փաստարկ, որևէ հիմնավորում, որպեսզի կարողանային մեր առաջադրած հարցերին պատասխանելու։ Այս պարագայում իրենք նորից թանկացումը բերեցին, թանկացումը դարձրեցին իրականություն եւ տեսնում են, որ քաղաքացիները բոյկոտում են։ Բոյկոտը քաղաքացիական անհնազանդության խաղաղ ձև է, որով արտահայտում են իրենց անհամաձայնությունը հերթական թանկացմանը։ Եվ Մայր Հայաստան խմբակցության անդամները անընդհատ լինելով քաղաքացիների կողքին, բարձրաձայնելով քաղաքացիներին հուզող անհանգստացնող հարցերը, այս պարագայում եւս, քանի որ այսօր արդեն դիմել են իրենց ազգային ժողովի իշխանական օգնականներին, կարելի է ասել, падգամավորներին, որպեսզի քաղաքացիներին օրենքով դարձնեն թալանի ու տուգանքի մատերիալ, այստեղ էինք գտնվում, որպեսզի իրենց կարծիքները նաև անձամբ հարցնեինք, սակայն հասկացանք, որ իրենք WhatsApp-ով SMS-ը ստացել են եւ հրահանգված է քաղաքացիներին դարձնել թալանի եւ տուգանքի մատերիալ։ Ինչքան էլ քաղաքապետարանը փորձում է քաղաքացիներին մոտեցնել դեպի փաթեթները, բայց քաղաքացիները նախընտրում են այլ տարբերակներ եւ շատերն էլ անգամ ինչ-ինչ վաճառներից ելնելով չեն վճարում պարզապես։ Սա արդյոք չի խոսում այն մասին, որ այս ծրագիրը ձախողված է եւ ընդունելի չէ քաղաքացիների համար եւ նաեւ վերջերս էլ հայտարարվեց, որ օգոստոսի 1-ին QR կոդով վճարվող տարբերակը, որը ինչ որտեղ ընդունելի էր քաղաքացիների համար, հանվելու է արդեն։ Այո, իրենք ամեն ինչ բերում են թվայնացման, որպեսզի կառավարելի դարձնեն մարդկանց եւ անընդհատ նաև շարունակական է լինելու թանկացումները, չենք մոռացել, որ սկզբում իրենք դարձրել էին 300 դրամ, տրոլեյբուսն էլ 50 դրամից դարձել էր 300 դրամ եւ նաև մեր բոյկոտի եւ քաղաքացիների հետ ստորագրությունների միջոցով բողոքի մեծ ձայն բարձրացնելն էր, մեծ ալիք բողոքի բարձրացնելն էր, որ իր արդյունքը տվեց եւ 300 դրամից գոնե կարողացան 150 դրամ դարձնել, ինչը նորից կրկնում եմ, որ շատ թանկ է։ Մանավանդ տրոլեյբուսի պարագայում, երբ որ քաղաքացիները դժվարությամբ վճարում էին 50 դրամը, հիմնականում եւ ուսանողները եւ տարեց թոշակառուները, ովքեր օգտվում էին տրոլեյբուսներից, այսօր նրանք ստիպված են օրվա մեջ իրենց հացը չուտել, բայց տեղաշարժվելու համար վճարել, որպեսզի մարդիկ իրենք պարգևավճարներ ստանան, սակայն քաղաքային տնտեսությունը տեսնում ենք, որ արձանագրում ենք, որ ձախողված է եւ քաղաքային տնտեսություն որևէ ոլորտը չի կարող ասվել, որ այս մի ոլորտում հաջողել են։ Փողոցները անբարեկարգ են, թափթփված, քաղաքը ամբողջովին աղբի փոշու մեջ է, օդի աղտոտվածության մակարդակով աշխարհում արդեն առաջնային տեղերում է գտնվում մեր մայրաքաղաքը Երևանը, հնթի է, կեղտոտ է, չի մաքրվում, սան մաքրման մասին չենք խոսում, կանաչ տարածքները հնարավորինս վերացվում են եւ ամենուրեք տեսնում ենք, որ քաղաքացիների դժգոհությունը կա ցանկացած խնդրի բախվելիս։ Հասկանում ենք, որ քաղաքացիների համար միայն խնդիրներ են ավելացվում եւ որևէ խնդրի լուծում չեն տրամադրում։ Այս խմբակը, որ իշխանության է եկել ոչ թանկացումներին
ոչ քաղաքացիներին տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելու լոզունգներով, այսօր հենց իրենք են բերում թանկացումներ, հենց իրենք են քաղաքացիներին դարձնում թալանի ու տուգանքի մատերիալ եւ քաղաքացին մերժում է։ Մարդիկ մերժում են այդ QR տարբերակներով էլ որ երբեմն վճարում էին, հիմա արդեն ավելի է բարդացվում, մանավանդ կանգառասրահների մոտ չկան այդ տելսել վալիդատորները, եթե մարդը ունի 150 դրամ, բայց մեկ ուղղությամբ պիտի երթևեկի, նա ստիպված է լինելու ճարել ինչ-որ միտեղից այդ 300 դրամը վճարել, որպեսզի 2 թերթիկ գնի եւ մյուս թերթիկն էլ իրեն պետք չի գալու։ Այսինքն սա մարդկանց հարստահարելու եւս տարբեր, որ ասում են անսահման հնարավորություն է տվել իրենց եւ իրենք պաշտպանում են իրենց թալանի իրավունքը մարդկանց դարձնելով կողոպտելու թալանի ու տուգանքի մատերիալ։ Մենք այստեղ էինք գտնվում, որպեսզի ամոթի պատ ստեղծենք, որպեսզի իրենք հիշեն, թե որտեղից են իրենք սերվել եւ հիշեն, թե ընդամենը 7 տարի առաջ ինչպես էին ավտոբուսների տակ պարկում, ինչպես էին տարբեր գազելներից դուրս թռնում առանց վճարելու, որովհետև անգամ այդ 100 դրամը չունեին, որ վճարեին։ Մինչև որ դարձան падգամավոր, իսկ ոմանք էլ առանց աշխատանքի, առանց կյանքում որևէ աշխատանքային ստաժ ունենալու, միանգամից դարձան նախարարներ եւ արդեն բրոնեպատ, թիկնազորով մեքենաներով են երթևեկում եւ ասում են, որ այո, քաղաքացին տուգանքի ու թալանի մատերիալ է եւ եթե ցանկանում է բարեկարգ ավտոբուս, ուրեմն պիտի վճարի ավելի թանկ։ Սա անարդարացի է, սա սոցիալական պետության մասին չի խոսում, այստեղ իրավական եւ սոցիալական պետության մասին չենք կարող խոսել, սոցիալական արդարությունը ոտնահարվում է, մարդկանց իրավունքները ոտնահարվում են եւ միակ հնարավոր տարբերակը ելքը այս խայտառակ իշխանությունից հնարավորինս շուտ ազատվելն է։